երկես, ինչ մեծ է Աստված։ Կույր, էդ եմ որոշում։ Պողոսը չգիտի, այդ մենք կարդացել ենք, գիտենք, որ հետո լավ է լինելու։ Ինքը չգիտի, իրան մենակ տեսնում էր հիմա կույրը, ասել են մտի քաղաք, քեզ կասեմ ինչ ես անելու։ Ու ինքը սպասում է պատասխանի։ Միգուցե Հիսուսն ասել կույրին մնալու ես ամոչը։ Եվ Դամասկոսում մի աշակերտ կար, անունը Անանիա, եւ Տերը տեսիլքի մեջ նրան ասեց. Անանիա, եւ նա ասեց. ահա ես Տեր։ Եվ Տերը նրան ասեց. վեր կաց, գնա այն փողոցը, որ կոչվում է ուղիղ Հուդայի տանը, որոնց մի Սողոս անունով Տարսոնացի մարդ, որովհետեւ ահա աղոթք է անում։ Պատկերացնում եք ինչ վիճակ է Պողոսը։ Գրած է 3 օր չեր ուտում, չէր խմում ու աղոթք անում։ Այս մարդուն ասում է գնա ինքը այնտեղ աղոթք անում, մինչև այդ ասում է 3 օր հաց չկերավ, ջուր չխմեց։ Այսինքն մեր բարերով ասած Պողոսը մտել էր 4 ծոմի մեջ։ Ես պատասխան եմ ուզում Աստծուց, ոչ կխմեմ, ոչ կուտեմ, մինչև իմ պատասխանը գա։ Հիմա ես ոնց եմ շարժվելու։ Այն ինչ իմ կյանքս նվիրել էի, նպատակս ինչի համար որ ապրում էի, Աստծո համար ուզում էի ծառայեի, այս անհավատներին, այս շեղվածներին տանեի պատժեի, ասում եմ մեջնի շեղվածը ես էի։ Հիմա ես ինչ անեմ, ոնց շարունակեմ, ինչ պատասխան, տենալու եմ, չեմ տենալու, ինչ եմ անելու։ Տեր Աստված պատասխան դու ինձ աղոթքի մեջ է 3 օր։ Ոչ թե հանձնվել է, ոչ թե դուրս շուռ եկել ասում է, ես քո համար էի անում, ես ինչ եղավ։ Չէ, մարդը ծոմա վերցրեց երրորդյա ու աղոթք անում պատասխան ստանա։ Եվ նա տեսիլքի մեջ տեսավ մի Անանիա անունով մարդ, որ մտավ եւ ձեռքը դրեց նրա վրա, որ տեսնի։ Տեսեք։ Աստված չի ուշանում, սիրես։ Մեկը ինչ շտապում ենք, բայց Աստված չի ուշանում։ Մի անգամից տեսիլքով Աստված մարգարեականը բերեց։ Տեսնելու ես, մարդը գալու պատասխանվեց ծոմը, պատասխանվեց աղոթքը։ Մարդը գալու դնի աշկերի ձեռքերը ու դու տեսնելու ես։ Որ ծոմն ու աղոթքը մարգարեական տեսիլք բերեցին իր կյանքը։ Հիմա ինք արդեն հանգիստ է։ Ես կարևոր է, երբ որ անորոշության մեջ դու Աստծուց պատասխան ունես, անգամ եթե անորոշությունից գնալով ավելի աշխատանում։ Ոնց որ թե փոթորիկը ավելի ուժեղանում է, բայց դու արդեն Աստծուց պատասխան ունես։ Մարդակալու տեսնելու ես Պողոս։ Այդ մասը արդեն տեխնիկական է։ Ամեն ինչ արդեն արած է, մնացածը տեխնիկական մասն է։ Տեխնիկական մասը իրան է լինում։ Հոգևոր մասը եթե դու ապահովես, տեխնիկականը չի կարա չլինի։ Այդ մասը արդեն Պողոս այդ խնդիր չունի։ Հոգևոր մասը ապահովել է, ծոմը պահել է, աղոթքն արել է։ Մարգարեական խոսքը ստացել է։ Տեսիլքի մեջ տեսել է, որ մեկը կարծես է ձեռը դնում է իր աշկերը բացվում է։ Պողոսը տեսողության խնդիր չունի։ Արդեն հարցը լուծած է։ Ու Աստված չի ուշանում, 17-րդ խոսքում հենց է գրած է։ Եվ Անանիան գնաց մտավ այն տունը, ձեռքը դրեց նրա վրա եւ ասեց. «Սավուղ, եղբայր, Տերը ուղարկեց ինձ այն Հիսուսը, որ երևաց քեզ ճանապարհում, որ գալիս է, որ տեսնես եւ Սուրբ Հոգով լցվես»։ Եվ շուտով նրա աշկերը թեփերի պես վայր ընկան աշկերից, եւ իսկույն տեսավ եւ վեր կացավ, մկրտվեց, եւ կերակուր առավ, զորացավ։